Հատուկ ռեպորտաժի այս տարվա վերջին թողարկման վերջին 5 պատմություններն ու հերոսները։ Սպորտային մեկնաբան, որ փրկում է սեփական կյանքը, իրականում հենց կարծես թե ֆիլմում լիներ։ Կին, որ հատնաքլասիկով գտնում է իր կորցրած դստերը։ Ես քո մայրն եմ, ես քեզ ամբողջ կյանքում եմ որոնում։ Տնային տնտեսուհու նոր ունակությունները կլինիկական մահից հետո։ Ես ասում էի, որ Ամերիկա գնամ, ես չեմ դիմանա, կմեռնեմ, եւ այդպես էլ եղավ։ Կնոջից ու երեխաներից զրկված երիտասարդ, որին փրկում են հաշմանդամությունից։ Հասկացա, որ ապրել պետք է։ Եվ Աստված տվեց վաղաժամ հեռացած որդուց հետո նրա անսպասելի զավակին։ Հավասարաչափ է բաշխում երջանկությունը։ The Best, մաս երկրորդ։ Ուշքի միտքս ամբողջ այդ ֆուտբոլի խաղներ իրականում հենց կարծես թե ֆիլմում լիներ։ Հարված, օդի մեջ մեքենա, հետո պտույտներ։ Խաչակնքում եմ, ասում եմ Փարքասը։ Օգոստոսյան խաղաղ երեկո 7-ից 15-ի մոտ կազմ ու պատրաստ ճամփորդական տրամադրությամբ ու ֆուտբոլային մտքերով Վարդան Թադևոսյանն ուղևորվում էր հյուրանոց։ Հենց այս ճանապարհով հանգիստ ես իջնում եմ։ Հաջորդ առավոտյան Փյունիկի հետ մեկնելու էր Բուլղարիա, եվրոպական գավաթի խաղարկությանը։ Իր առաջին Ժիգուլի Մագնիշի մեքենայով էր։ Կարմիր լույսը վառվեց, ոտքը սեղմեց արգելակին, բայց հետևից երթուղային տաքսիներ իջնում զառիվայր ճանապարհով։ Հենց լույսը փոխեց, ես ոտքս արգելակի վրայից հանեցի ու պիտի շարժվեի, հարված եղավ։ Խառը իրավիճակը տևեց ընդամենը մի քանի րոպե, երևի 1-2 րոպե։ Երթուղայինի վարորդը տեղում մահացավ, Վարդանի վիճակը ծանր էր։ Պարանոցից արյունն անդադար հոսում էր, չէր հասկանում ինչ է կատարվում։ Վթարը միասնիկյան հերացի հատման կետում էր տարիներ առաջ։ Հիմա ոչ լուսացույցը կա, ոչ էլ խաչմերուկը։ Հիմա երբ որ բարձր դիրքում ենք ու երևում է մեքենան ինչ հարված կարող է ստանալ եւ օդային ինչ թռիչ կարող է կատարել։ Վարդանն արագ կողմնորոշվեց, ափով սեղմեց պարանոցի պատրվածքը, որպեսզի առնաքամ չլինի, ու վազեց մոտակա հիվանդանոցը։ Առաջին կլինիկականը մոտ է։ Շտապ օգնության մեքենայի սպասելն անիմաստ էր, ամեն վայրկյանը թանկ։ Բարև ձեզ, տեղումա Բագրատի, չէ։ Դոկտոր կարելի է։ Իմ փրկի չէ։ Արտավազ Սահակյանի հետ ընկերներ էին, Վարդանը հասցրել էր նրա ոսկի ձեռքերի մասին հաղորդում պատրաստել, բայց այդ օրն անձամբ համոզվեց։ Միկրովիրաբույժը պատրաստվում էր տուն գնալ, երբ աննաշաղախ Վարդանն իրեն գցեց հիվանդանոց։ Արյուն շատրվանի նման այդպես ցայտում էր։ Պատրվածքը խորն էր, Վարդանի կյանքը մազից էր կախված։ Նույնիսկ ընդհանուր անզգայացման ժամանակ չկար, ռիսկի գնացին։ Տեղային անզգայացում ու միկրովիրաբույժը գործի անցավ։ Վիրահատությունը մոտ 3 ժամ տևեց։ Ամբողջ ընթացքում Վարդանն ու վիրաբույժը զրուցում էին։ Վարդան ասում է Ճիշտ է ասում։ Բայց ինքը իրեն փրկեց, որովհետև նա վազքով այդ դեպքի վայրից ինքն էր հասել այստեղ։ Իրիկունն էր։ Ես մտել եմ դնում, սարոտեց վիրահատությունը։ Դու հիշում ես այդ ակնթարթները թե չէ։ Ես բարձրապես վազում եմ, սարոտը շատ չկորց։ Վիրավորն արագ ապաքինվեց։ Միակ մտավախությունը սպին էր, եթերում կարող էր խանգարել Վարդանին։ Բայց այս հարցում էլ Արտավազ Սահակյանը գերազանցեց նրա սպասելիքները։ Վարդանը նույնիսկ կատակում է, շատ գեղեցիկ ու ճաշակով է ստացվել։ Արա իսկականից հետ չես ասի, չէ՞ որ վիրավորված է։ Ոչինչ գնացել է։ Միլիմետր բուկվալն։ Ինք հասել էր զարկերակին, զարկերակ դե ճուղ ունի, հիմա ես ցույց տամ, ինքը սրան վնասել էր, սրան չի վնասել։ Աստված մի արասցե, կապներ ինքը կարող է և հասներ, կարող է չհասներ, գլխորը սնուցող բանն է։ Վարդանի բախտը բերեց, նա փրկվեց։ Սպորտի սիրահար ու մեկնաբան Վարդան Թադևոսյանը երբեք էքստրիմի սիրահար չի եղել։ Մեքենայի արագությունը երբեք չի գերազանցում։ Խախտումներ աշխատում է չանել, բայց փորձանքը որ գալիս է, ոչինչ չի հարցնում։ Այսպես վարորդները, տաքսի վարորդները երբեմն նաև վթարային իրավիճակ են ստեղծում։ Շքեղ կինն իր դյութանքով դեռ 20-րդ դարից տղամարդկանց հանգիստ չէր տալիս։
Տեսնողը հմայվում էր։ Ջութակի կազմվածքով երիտասարդ գեղեցկուհին իսկական կախարդուհի էր։ Ժամանակին մեծ ունեցվածք ուներ, որ այսօր չունի։ Նրբաճաշակ ու հաջողակ դիզայներ էր, բայց դարձավ ճակատագրի գերին, երբ հանդիպեց կյանքի առաջին ու վերջին տղամարդուն։ Լրիվ անսպասելիորեն պարզվեց, որ մենք երեխա ենք սպասում, սակայն այդ երեխան ոչ մեկիս պետք չէր այդ պահին, պիտի չունենայինք, երիտասարդ օրգանիզմ էր և շատ առողջ, այնպես ստացվեց, որ երեխան ծնվեց կենդանի։ Լույս աշխարհ է գալիս Լենայի դստրիկը, հիվանդանոցում խառնաշփոթ է, րոպեներ անց մորը հայտնում են ողբերգական լուրը, երեխան մահացած է։ Մտա одноклассники և տեսա մի աղջիկ, արդեն կին երկու երեխատեր, որը շատ նման էր ինձ։ Մոր ու դստեր նմանությունն ապշեցրեց նաև տիկնոջ հարազատներին ու բարեկամներին։ Տիկին Լենան գործի անցավ։ Կայքում նշված ծննդյան տարեթիվն ու օրը դիզայներին գցում են մտածմունքների գիրկը։ Մոր նմանությամբ աղջիկը ծնվել է հենց 14 տարի առաջ նույն օրը, երբ նրան հայտնեցին իր աղջկա մահվան լուրը։ Հետագայում կասկածները վերանում են, երբ աղջկա կայքում տեսնում է իր հոր, իր երբեմնի զուգընկերոջ նկարը։ Շատ ընդհանուր բաներ տեսնելուց հետո ես ճշգրտությամբ հաշվարկեցի, որ դա անպայման իմ աղջիկն է։ Աղջկան մեկ ընդմիշտ կորցրած լինելու մտքի հետ վաղուց համակերպված տիկինը թաքուն հույսով նամակագրական կապ է հաստատում одноклассники կայքում հայտնված դստեր հետ։ Գրեցինք բավական ազդեցիկ տեքստ, սակայն պատասխանը եկավ 3-4 օրից միայն և այդ աղջիկը, այսինքն իմ աղջիկը չցանկացավ շարունակել նամակագրությունը։ Ամբողջ կյանքը զավակի հուշերով ապրած մայրը պատրաստ է ամեն գնով վերադարձնել աղջկան։ Դուստրը Նատալյան չգիտի ճշմարտությունը։ Մայրը զավակին չի լքել, եղել է բժշկական թյուրիմացություն, գուցե հանցագործություն։ Այսօր առաջին անգամ մեր տեսախցիկի առջև տիկին Լենայի մենախոսությունը։ Սիրելի Նատալիա, ես քո մայրն եմ, կենսաբանական, թե ինչպես կուզես համարի, ես քո մայրն եմ, ես քեզ ամբողջ կյանքում եմ որոնում։ Խնդրում եմ արձագանքիր, խնդրում եմ։ Շատ բան ունեմ ասելու, շատ, և իրականությունը, լոկ ճշմարտությունը։ Էս իմ հայրական տունն է, 7 փողոց 100 տուն։ Էսի մեր բակն է։ Այս տանն եմ ես ծնվել մեծացել։ Այս բակում է ծնվելու մեծացել Անիկ Գերպեկչյանը։ Ճակատագիրը նրա հետ դաժան խաղ է խաղացել, հետո հրաշքներ պարգևել։ Նա տեսել է մահը, Աստծուն, Հիսուսին, հրաշքներն էլ նրան ուղեկցել են ծննդյան օրից։ Երեխա չի ունեցել մամաս, պապաս ծնկաչուկ աղոթելա, որ Աստված ջանից զավակ մտուր, ես մի հատիկ եմ, ուրիշ մեկն էլ չկա, որ ինձանից հետո երեխա ունենա, գոնե ծնողներս ուրախանան, ոչխարը դուռդ պիտի վերեմ, և այդպես Աստված պարգևել է հենց այդ տարին։ Չի ասել անգամ բարձրագույն կրթություն ստանալ, սերն ու ընտանիքը նրան տեղափոխել են Միացյալ Նահանգներ, բայց Անիկը դեռ այն ժամանակ գիտեր, այնտեղ նա չի կարող ապրել։ Ես ասում էի, որ Ամերիկա գնամ, ես չեմ դիմանա, կմեռնեմ, և այդպես էլ եղավ։ Չարագուշակ կանխատեսումն իրականացավ, բժշկությունը անզոր էր, ամերիկյան լավագույն մասնագետներն ու կլինիկաները չգիտեին ու չէին հասկանում ինչ է ու ինչից է, ցավերն ուժգնանում էին, վիճակը բարդանում։ Պարկած վիճակ էր, անկողնային, 3 երեխեքս բուժուր, ամուսինս, ոչ մի բան չեմ կարողանում անել։ Սովորական այդ օրը անսովոր ավարտ պետք է ունենալ։ Անկողնում պարկած ցավերն ուժգնանում են, ընտանիքում բոլորը քնած են, Անիկը միայնակ մահվան դեմ հանդիման։ Այստեղս ծանրացավ, շունչս սկսում է կտրվել, արագ-արագ խփել և զգում եմ, որ արդեն մի բան ստեղիցս դուրս պիտի գա։ Ոնց երեխան կծնվի, այդ այնց քթիցս, բերնիցս, այդ շունչս ու հոգիս դուրս թռավ։
Հիսուսին ասում է մանկուց է տեսել, երազներում է եկել։ Մանկական տարիներին աղոթել է նույնիսկ դպրոցում, նրան հալածել են Աստծո Հիսուսի անունները տալու համար, բայց այդ օրը նրա կյանքում շրջադարձ պիտի լիներ։ Հիսուսը կանգնեց դեմս ու ինձ ասեց անում։ Գլուխ առանց խոսալու։ Հիսուս ասում է դու հետ պիտի գնաս, մատն է սենց անում ինձի։ Ես էլ ասում եմ ո՞նց պիտի հետ գնամ, հիմա այդ երանությունից հետ գնացողը խելք չունի արդեն։ Ամերիկյան հեռուստաալիքները Անիկին նկարահանում են հարցազրույցների հրավիրում։ Այս ամենը սակայն սկիզբն էր միայն։ Անիկի կյանքում դեռ շատ բաներ փոխվելու, միջև ճակատագիրը նրան կրկին վերադարձներ հայրենիք։ Ջրի ձայնով նորից այդ ձայնը ինձ ասեց աղջիկս դու պիտի Հայաստան գնաս շորերդ, գրքերդ պիտի վերցնես ու մշտական գնաս Հայաստան։ Անիկը վերադառնում է հայրենիք, չնայած ընտանիքի անդամները դեմ էին։ Այցելում է Արևմտյան Հայաստան, լինում Արարատի գագաթին, կորցրած հայրենիքից մասունքներ է վերցնում։ Տարիներ անց նա տեսնում է Արարչին։ 2005 թվին, որ ինձ հայտնվեց առաջին անգամը, տենց ասենք ոնց ոչ թե առաջին անգամ, այլ տեսիլքային այդ ոնց որ կանգնած ձեզ հետ եմ խոսում։ Ես ասացի, որ դու գործ ունես անելու, ես եկել եմ այդ գործը սկսելու։ Մինչև այդ երբեք գրիչ չվերցրած Անիկը այդ օրից հետո ամեն օր չափածո գրի առնում Աստծո խոսքն ու պատվիրանները։ Արդեն 500 օր է տպագրել, ստացել Սրբազանի օրհնանքը։ Պիտի շողշողաս աստղի պես անշեջ։ Երաժշտությունն ու նոտաները նույնպես անծանոթ էին նրան միջև կլինիկական մահն ու տեսիլքի հայտնվելը, բայց այսօր Անիկը գրել է արդեն 27 երգ, եւ սա դեռ վերջը չէ։ Ես ով եմ ինձ այսպես բաներ ցույց տալիս, աշխարհը ինչ պիտի լինի, այս մեկը ինչ պիտի լինի, այն մեկը ինչ պիտի լինի, այնպես բաներ, որ եթե ասում էլ եմ երկու հոգուս, ինձ ասում են երևի Անիկը խենթեցավ գնալ գալուց հետո էլի։ Անիկը կանխատեսումներ չի անում, ասում է ինչ գիտի, լսել է Արարչի շուրթերից։ Վերին ձայնը նրան հուշել է, որ աշխարհի մի մասը վերանալու է երկիր մոլորակից, փրկվելու են միայն նրանք, ովքեր հավատում են։ Ասեց աշխարհի վերջը չի աղջիկս, չարի վերջը։ Տիկին Անիկը այստեղ գալիս է ինչպես ուխտագնացության, նրա տեսիլքներից մեկը նրան ցույց է տվել այն տարածքը, որտեղ եկեղեցի է կառուցվելու։ Անիկը վերադառնալուն պես եկել ու տեսել է տեղանքը, այնմիջև որս գնված չէ ու ազատ է։ Ասեց աղջիկս այստեղ տաճար պիտի լինի, հրաշագործ տաճար։ Տիկին Անիկի օրերը անցնում են աղոթքներով, ասում է Արարիչն է իրեն արթնացնում ու հորդորում աղոթել։ Նա հավատում է, որ կլինիկական մահն իր կյանքում այն սահմանագիծն էր, որը հատեց, որպեսզի հույսով ու հավատով հաղթահարի բոլոր դժվարությունները։